մի կաշկանդեք ձեզ, մի վախեցեք, եթե ուզում եք ձերբակալեք, առաջիկայում պետք է ունենալ հստակ փոփոխություն։ Դրա պատասխանը տվել են։ Քրիստոս ինչ պիտի ասեր։ Պիտի ասեր, գիտեք, մենք այդպիսի հարցերով չենք զբաղվում։ Կան հոգևորականներ, որոնք մշտապես փորձում են գտնել որևէ իշխանավորի, որին կծառայեն, մոռանալով, որ իրենք են Տերը, իրենք են Սրբազանը, իրենք են առաջնորդ։ Որպես անհատ քրիստոնյա գլուխդ պիտի կախես, գնաս ընտանիքովդ զբաղվես, երեխաներիդ դաստիարակությամբ զբաղվես։ Մենք այդ падգամավորներին իշխանական նախարարներին, իշխանական այդ հաշճերին բարի բուն իմաստով անդադար դուրս էինք շպրտում մեր անկողիններից։ Մեկը համարձակվեր իմ հոգևորականի մասին մի կես բառ ասեր։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան աստվածաբան, պրոդյուսեր Թովմաս Առաքելյանին, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Ես հարցազրույցը կսկսեմ մի ինֆորմացիայով, որը իհարկե զարմանք չի հարուցի։ Հայաստանում առաջին անգամ ձերբակալվել են լրագրողներ, եւ սա արձանագրում է լրագրողների անվտանգության պլատֆորմը։ Պատկերացրեք, որ Հայաստանում նախկին բոլոր իշխանությունների օրոք նման բան տեղի չի ունեցել եւ տեղի է ունենում այս իշխանության օրոք։ Իհարկե, եթե մենք որոշենք թվարկել են բոլոր աննախադեպ իրողությունները, որոնք առաջին անգամ տեղի են ունեցել այս իշխանության օրոք, բացասական, շատ երկար ժամանակ կպահանջվի, հա, բայց ամենավտանգավորն այն է, որ այս իշխանությանը այնուամենայնիվ հաջողվեց բոլոր այդ ամոթալի ողբերգական իրողությունները նորմալիզացնել, ինչպես օրինակ սրբազանների կալանավորում դատապարտումը, կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելը։ Այդուհանդերձ այս շրջանում կարծում եմ դուք եք նկատել, որ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում իրենք որոշակի տակտիկական նահանջ են կազմակերպել։ Դա ինչով պայմանավորել, նախընտրական շրջանում դիրքավորմամբ, թե այդուհանդերձ հանրային մեծ աջակցություն չստանալը ունեցավ դեր։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ես տակտիկական նահանջ չէի անվանի դա ամոթալի փախուստ է, իրենք տակտիկական ոչ մի բանի ոչ խելք ունեն, ոչ շնորհք ունեն, ոչ տակտի զգացողություն ու դաստիարակություն ունեն, իրենք ունեն միայն վախ, որովհետև թույլ առաջնորդի, թույլ հաշճեր են եւ ունակ են բացառապես փախուստի։ Փախել են Արցախից, փախել են դեռևս ապրիլյան պատերազմից, որ մայիսին հասան, ապրիլյան պատերազմին չէ, իրենք փախել են ավելի եթե վաղ գնանք մարտի 1-ի ժամանակ, իրենք ունակ են փախուստի, իրենք ունակ են լքելու իրենց բոլոր դիրքերը, թե դիվանագիտական, թե մարտական, թե տնտեսական, մեր երկրի բոլոր դիրքերը այսօր լքված են եւ մենք որպես ազգ մնացել ենք բախտի քմահաճույքին, հետեւաբար առաջիկայում պիտի ունենանք այդ ուժեղ առաջնորդությունը, որը թույլ կտա ունենալու գոնե ինչ որ պաշտպանվածության զգացողություն, որովհետև մի կողմից դու բնավ պաշտպանված չես արտաքին թշնամուց, մյուս կողմից ներքին թշնամի է դարձել մեծագույն ճակերտներով արդարադատությունը, որը այլևս վերածվել է եւս մեկ ծառայող հաշճի։ Ընդ որում այսօրվա թույլ առաջնորդը ամենադաժան ձևով է վարվում հենց իր հաշճերի նկատմամբ։ Ընդհանրապես դավաճաններն այդպիսին են, եւ ինչքան վախկոտ են, այնքան դաժան են յուրայինների նկատմամբ։ Դա պատմությունը բազում անգամ ցույց է տվել, թե ինչպեսի դաժանությամբ են վարվում դավաճանների նկատմամբ իրենց օգտագործելուց հետո, եւ հենց այդ նույն դավաճանները ինչ դաժանության են ընդունակ իրենց ծառաների նկատմամբ։ Եվ դա բնավ կապ չունի, դա ընտանիքի անդամ է, դա կուսակցական այսպես կոչված ընկեր է, դա գաղափարակից մեկն է, թե հոգևոր, թե աշխարհիկ ինչ դիրքի վրա գտնվող մեկն է, որը ծառայում է այդ թույլ իշխանությանը, դաժան են վարվում։ Եվ փախուստի ժամանակ այդ դաժանությունը դրսևորվում է, որի ակնհայտ պատկերները մենք տեսնում ենք այսօր թե ընտանեկան, թե կուսակցական, թե գաղափարական տիրույթներում։ Ընդ որում
Հակաեկեղեցական այս շարժման մեջ մենք տեսանք մի հետաքրքիր հակասություն, որովհետև այս ստի իշխանության մեջ իրենք այնքան են սուտ խոսում, որ իրենց ստերի մեջ սկսում են խճճվել ու երբեմն այդ երկու ստերը արդեն զուգահեռ են գնում։ Որպես կան տարիներ շարունակ մենք տեսնում ենք, որ մի բան ասում էին, հետո ստում էին, ուրիշ բան էին ասում։ Այստեղ մենք տեսանք ստի գագաթնակետը, մենք տեսանք երկու իրարամերժ նյութ, որ զուգահեռ իրար գնում էին։ Մի դեպքում հայտարարվում էր, որ իշխանությունը չի խոչընդոտում եկեղեցու գործերին, այլ իշխանությունը Հայաստանյան քաղաքացիներ են, եւ իրենք որպես Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացի եւ եկեղեցու պարզ հավատացյալ ուզում են բարեկարգել եկեղեցին։ Մյուս դեպքում գործընթացի տակ ստորագրություն է դնում իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ լրիվ որպես վարչապետ, վարչապետական լիազորություններով օգտագործելով վարչապետի բոլոր լծակները եւ նույնիսկ անթույլատրելի լծակներ, որ վարչապետը չպիտի ունենա այդպիսի լծակներ որևէ երկրում, եթե բռնակալ չէ, օգտագործելով ամեն հնարավոր պետական իշխանական ռեսուրս, արդեն այս դեպքում ի պաշտոնե վարչապետն է հարձակվում եկեղեցու վրա։ Այս պարագայում մենք ինչ ենք տեսնում։ Եթե դու սովորական քաղաքացի ես, ուզում ես եկեղեցի բարեկարգել, դու անբարեկարգ քաղաքացի ես։ Դու չես կարողանում բարեկարգել քո սեփական բարոյական կերպարը, որ Facebook-ում հայհոյանք ես գրում, հետո մտնում ես այդ հայհոյանքիդ համար ներողություն ես խնդրում, հետո բամբասանքներ ես տարածում, հետո այդ բամբասանքները հերքվում են, սկսում ես կոծկել քո իսկ տարածած բամբասանքները, անդադար ստում ես, որպես քաղաքացի, որպես մարդ, որ ուզում է ինտեգրվել որևէ կրոնական համայնքում, չունենալով այդ կրոնական համայնքի տարրական կանոններին համապատասխանություն։ Եվ հետո չես կարողանում բարեկարգել քո սեփական ընտանիքը, որպես թույլ մարդ, օրինակ ես ծառայում ամբողջ հասարակությանը, բայց ինքդ ամենավատ օրինակն ես, որ համակեցությամբ ապրել ես տարիներ շարունակ, անարգելով պսակադրության խորհուրդը, պատարագի չես մասնակցել, հետո կարգալույցների մոտ ես գնացել պատարագի անարգելով հաղորդության խորհուրդը, մեղքդ չես ընդունել, անդադար ստել ես մեղավորը չեմ, պատասխանատուն եմ, թե հիշում եք այդ պտտաբանությունները, անարգելով ապաշխարության խորհուրդը, եւ այսպես շարունակ յուրաքանչյուր խորհուրդ անարգելով, եկեղեցվո կարևորագույն 7 խորհուրդների դեմ մեղանչելով, որպես անհատ ուզում ես քեզ բարեկարգի, քո ընտանիքը բարեկարգի, ընտանիքումդ խնդիրներ չկան, ակնհայտ է, որ կան, այն էլ ինչ խնդիրներ, որպես անհատ քրիստոնյա գլուխդ պիտի կախես, գնաս ընտանիքովդ զբաղվես, երեխաներիդ դաստիարակությամբ զբաղվես։ Մի կարևոր դիտարկում, Թովմաս, կարծում եմ, որ իրենք ամենամեծ սխալը թույլ են տվել նաև այն հարցում, երբ ընտանիքը դարձրել են քաղաքականության գործիք։ Մի կողմից պիտի ասենք, որ մենք չենք մտնում ընտանեկան կյանք եւ որակումներ չենք տալիս, մենք ասում ենք ընդհանրացված, որ պիտի զբաղվի իր ընտանիքով եւ ընդհանրապես ամբողջ այդ իշխանական կուսակցությունը, որովհետև մենք տեսել ենք падգամավորի հայհոյող, փայտով հարվածող ու գորգռացող մայր փողոցներում, մենք տեսել ենք պատշգամբից ազգային ժողովի նախագահի մոր կերպարը, որը հայհոյանքներ ցույց տալով ու դաստիարակ կեցվածքով, գիտեք, դա հանրային բան է, դու արդեն կարող ես հստակ հասկանալ, թե ինչ բարոյական, դաստիարակչական բնույթ ունի քո երկրի ղեկավարը, իսկ դա այդպես պիտի չլինի, կամ պիտի դա պահել, այո, խիստ ոչ հանրային տիրույթում, կամ եթե դա հանրայնացվում է, ինքնըստինքյան դա, եթե ամբողջ պետական պահպանության ռեսուրսը, որ մեր հարկերով է գոյանում, ծառայում է ընտանիքին, ուրեմն գոնե այդ ընտանիքը պիտի ունենա էլեմենտար բարոյական սկզբունքներ։ Մենք նախկինում տեսնում էինք մեր երկրի առաջին տիկնանց կամ նրանց զավակներին կամ բացառապես չխառնվելով որևէ պետական այցելության, բացարձակ չերևալով հանրային տիրույթում կամ երևալով շատ զուսպ, եւ բնականաբար ամեն մի անզուսպ քայլ, ամեն մի անզուսպ սխալ մեծ քննադատության էր արժանանում, ինչը տեղին է, բայց եթե դու քո երեխաներին պետական միջոցներով տանում ես տարբեր երկրներում պետական այցելությունների, բնականաբար այդ երեխաների հագուկապը, այդ երեխաների պահվածքը, այդ երեխաների ինստագրամյան էջերը, որոնք հանկարծ դառնում են բաց, հանրային, ու այդ երեխաները վարում են ինստագրամյան էջեր, այնտեղ խոսելով գիշերային ակումբների խմիչքի ու չգիտեմ ինչի մասին, բնականաբար դա պիտի քննարկվի հանրության կողմից եւ լավ է դա թե վատ մի կողմ, բայց դա փաստ է, որ դա ակնհայտ արդյունքն է
Դա մի կողմից։ Մյուս կողմից, բնականաբար, ինձ համար շատ զվարճալի է հետևել կողքից, թե ինչպես իրենք ամենազզվելի ձևով, անդադար, թե հոգևորականների, թե բլոգերների, թե ընդհանրապես ձեր ինչ գործն է, ինչ որ մարդկանց անկողիններից մենք իրենց զորով էինք դուրս գցում, այդ անկողիններից հանում էինք, բառի բուն իմաստով մենք այդ падգամավորներին իշխանական նախարարներին, իշխանական այդ հարճերին, բառի բուն իմաստով անդադար դուրս էինք շպրտում մեր անկողիններից, որոնք ամենազզվելի ձևով անդադար ուզում էին խցկվել։ Ընդ որում ինչու եմ ասում մեր, որովհետև կյանքի դեռ անձեռնխելության կուսակրոնների մասին չեմ խոսում, խոսքը թե ամուսնացյալ քահանաների մասին է, թե անձնապես իմ մասին է, որ ոչ կուսակրոն եմ, ոչ չունեմ որևէ ուխտ, որևէ եկեղեցական ուխտ ու ձեռնադրություն չունեմ, այլ ունեմ ուրարակրական տվչություն ընդամենը, բայց էլի անդադար գտնվել եմ այդ հարձակումների տակ ու բնավ ոչ համացանցում ու ոչ միայն համացանցում։ Այսինքն այդ զզվելի արշավի հետ ես եմ բախվել, որը բերեց շանտաժների, բայց տեսամ, որ բնավ որևէ վախենալու բան չունեմ, նույնիսկ երբ իմ հեռախոսն էին կոտրել եւ հեռախոսից ամբողջ պարունակությունն էին ներբեռնել, ես ասացի լսեք, կարդացեք, գոնե մի քիչ կրթվեք, գոնե մի քիչ եկեղեցական հարց ու պատասխան կա իմ բոլոր չաթերը հիմնականում եկեղեցական հարց ու պատասխաններ են, ահագին գիտելիք կստանային, գոնե կարդային, չկարդացին այդպես էլ, ակնհայտ է, որ չեն կարդացել։ Այլ բան էին փնտրում ու չգտան ու դրա համար ուղակի վազնեկան։ Եվ այդ ամեն ինչի մեջ պապական խոսք ասում է քամից անողը փոթորիկ է հնձում։ Դուք նշում եք, որ սա փախուստ է եւ ոչ թե նահանջ։ Այսինքն ձեր գնահատմամբ այս իշխանությունը այլևս այդ օրակարգը չի փորձելու առաջ մղել, որովհետև իրենք բազմիցս ապացուցել են, որ որքան էլ մոլագար լինի գաղափարը, միևնույն է իրենք համառ են մինչև վերջ դա կյանքի կոչելու տեսանկյունից։ Համառությունը շատ քիչ դեպքերում է մեծ խելքի նշան, այնուամենայնիվ իրենք նաև չեմ կարծում, որ ունեն հատուկ ռազմավարություն, ես չեմ գերագնահատում երբեք այս իշխանություններին, գիտեք, այսպեսի մի տենդենց կա նաև ընդդիմության մեջ տարածված, որ իրենք ինչ-որ ծայրահեղ հիմարություն են անում, ու մենք տրվում ենք գայթակղությանը դրա մեջ տեսնելով թղթված իմաստ, քաղ տեխնոլոգիաներ, ինչ-որ տեսնել Առողջվածային ուժ։ Հավելյալ ուժ ենք տեսնում իրենց մեջ, որ նույնիսկ այս բաժանությունը կամ նույնիսկ այս տարբեր թեմաների մեջ տեսնում ենք, որ այ տեսեք ինչ հետաքրքիր գծել են եւ սա բերելու է ինչ-որ սցենարի, ես հակված չեմ այդպես մտածելու, ես հակված եմ տեսնելու թույլ առաջնորդի քաոտիկ ինչ-որ այդ շարժումները, երբ որ հավին մորթում են, այդ քաոտիկ շարժումներն է, չէ՞ լինում։ Հիմա իրենց վարկանիշը, իրենց իսկ սերմանած ատելությունը իրենց մորթում է։ Իրենց մորթում է իրենց իսկ սերմանածը։ Իրենք անդադար ահաբեկիչներ են փնտրում այդ վախերից դրտված իրենց համար բոլոր ահաբեկիչներ են, իրենք չեն հասկանում, որ իրենց ահաբեկում է իրենց իսկ սերմանած ատելությունը, կասկածամտությունը, իրենց իսկ սերմանած ահաբեկչությունը, որ մեզ չընտրեք պատերազմ կլինի, հողերը չտանք պատերազմ կլինի, լրագրողին չձերբակալենք պատերազմ կլինի, հոգևորականներին չբռնաճնշենք պատերազմ կլինի։ Ընդհանրապես արևը չի ծագի։ Այդ ահաբեկչությունը, որ իրենք սկսել են դեռևս իրանցից, շարունակական ահաբեկչությունը, զգացմունքային հոգեբանական ահաբեկչությունը, հայ ժողովրդին չի ահաբեկում, մեր ժողովուրդը իմաստուն, խորքային մտածող վերլուծող ժողովուրդ է։ Ես շատ լավ կարծիք ունեմ հայ ժողովրդի մասին։ Հենց իրենց ընտրազանգվածին եւ հենց իրենց է ահաբեկում դա։ Եվ այդ ահաբեկիչների այդ խմբակը տարերային կարող է շարունակել թիրախավորել եկեղեցուն, ավելի շատ վստահաբար գիտեմ, որ ինչքան մոտենան ընտրությունները, այդքան ահաբեկելու են լրագրողներին եւ բնականաբար այս ամբողջ պատկերի մեջ մենք տեսնում ենք իսպառ բացակայությունը քրիստոնեական արժեքների եւ իհարկե ակնկալիքը ունենք, որպեսզի ընդդիմության մեջ լինի կտրուկ տարբերություն եւ երբեք չլինի գայթակղությունը,
այս փոքրիկ խմբակին պատասխանելու իրենց բառամթերքով, իրենց լեզվով եւ իրենց աշխարհայացքով։ Իդեպ կարծում եմ հենց այս պահին տեղին է մեջ բերել եպիսկոպոսատ ժողովի հայտարարությունից մի հատված, անդրադառնալով կանոնազանց հոգևորականներին, դատապարտելով իրենց այդ գործելավոճը, նշում են, որ դա անթույլատրելի է նաև որովհետև ի վերջո կարող է հանգեցնել հերձվածի, տկարացնելով հայ եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, Թովմաս, երբ հայ ժողովուրդը բևեռացվել է բոլոր հնարավոր տարբերակներով եւ մակարդակներում, հիբրիդային պատերազմի է ենթարկվում արդեն քանի տարի է, ատելության, պառակտման բոլոր հնարավոր շերտերը գերազանցվել են, եւ երբ եկեղեցին պիտի լիներ նեցուկը, հանգրվանը, հոգևոր առողջության, ներդաշնակության, միասնության վերականգնման, իրենք շատ մեծ հարվածով փորձեցին հայ ժողովրդից խլել այդ վերջին սյունը, բայց ամենակարևորը, որ ունի, եւ ամենացավալին եւ ամենավտանգավորը, որ դա փաստորեն փորձեցին անել նաեւ ներսից հոգևորականների ձեռամբ։ Հերձվածն արդեն իսկ կա, ըստ էության առաջիկայում այն կարող է ինստիտուցիոնալ ինչ-որ բնույթ ունենա ու չգիտեմ, շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է քո աչքերի առաջ ձևավորվում նոր աղանդ, մենք աղանդների մասին որպես կանոն կարդում ենք, խոսում ենք եւ այլն, բայց դա թվում է թե առաջ ինչ-որ հիմնադրվել է եւ հասել մեր օրեր, իսկ հիմա քո աչքի առաջ դա ձևավորվում է։ Այնուամենայնիվ ես գտնվում եմ եկեղեցու ամենացածր աստիճաններից մեկում, ես ուրարակիր եմ, շատ սիրում եմ իմ եկեղեցական աստիճանը եւ այս առումով նաև շատ երիտասարդ եմ, չունեմ մեծ կյանքի փորձ, չունեմ մեծ իմաստություն, ունեմ որոշ գիտելիքներ եկեղեցու եւ աստվածաբանության մասին, բայց դա անշուշտ դեռևս իմաստություն չէ։ Հետևաբար, այս հոգևորականների մասին, որոնք հարել են այս շարժմանը, ես շատ զուսպ եմ խոսում, մինչև իրենց կարգալույծ լինելը։ Կարծում եմ առաջիկայում իրենցից եւս մի քանիսը կունենան այս ընթացքը շարունակելու դեպքում կարգալուծություն եւ ես կարողանամ դա մեկնաբանել, բայց քանի դեռ կարգալուծության որոշում չկա, մի քանի օր առաջ մեծ պահքի կարևոր հանգրվաններից մեկն էր անառակ որդու վերադարձը։ Մեր բոլորի մասին է, մենք շատ պիտի կարևորենք, ինձ թվում է, որ եթե եկեղեցական օրացույցում ասեն, որն է հայ ժողովրդի համար ամենակարևոր օրը, ես կարծում եմ մենք ազգովի պիտի այդ օրը նշենք անառակ որդու վերադարձը։ Մենք վերադարձի կարիք ունենք հանրային ապաշխարության եւ ապաշխարության արդյունքում նաեւ հանրային հաշտության, որ այդ բևեռացումը պիտի վերջ տա, որ էլի էս իշխանությունն է բերել իր սև ու սպիտակի բաժանելով։ Հետևաբար հանրային հաշտությունը շատ կարևոր է, որ հետագայում պիտի լինի, հուսամ մի քանի ամսից։ Այդ մի հետաքրքիր բան անդրադարձա, որ մենք ունենք անառակ որդու վերադարձը եւ անառակ որդու մասին պատմություն ունենք ավետարանում, բայց երբեք չունենք անառակ հայրերի մասին պատմություն։ Անառակ հայրերի, չէ, ու չպիտի գրվի։ Ասեմ թե ինչու։ Որդին չի կարող խոսել անառակ հոր մասին։ Անառակ հոր մասին պիտի խոսի իր հայրը։ Այսինքն ես որպես որդի տիրադավ հոգևորականների մասին ասելիք չունեմ, բայց իրենց մասին խոսում են իրենց ավակ եղբայրները եւ իրենց հայրերը։ Միքայել arczepiskopos Աջապայանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, մյուս մեր հոգևորականները, Մկրտիչ Սրբազան, Արշակ Սրբազան եւ իհարկե իրենց հայրը, բոլորի հայրը, վեհափառ հայրապետը եւ իհարկե նաեւ հավաքական իմաստով եկեղեցական ժողովը լինի դա եպիսկոպոսած թե գերագույն հոգևոր, արդեն հայրության հանգամանքից կարող են խոսել անառակ որդու մասին, իսկ ես որդիական հանգամանքից անառակ հայրերի մասին խոսելու պարտությունը չեմ ուզի ունենալ եւ ասել, գիտեք, դուք տիրադավ եք եւ այլն եւ դա մեկնաբանել, ես իմ որդիության մեջ ունեմ մի նպատակ, ոչ թե քննադատել խոտորվածներին, այլ ուշադիր լինել իմ ընթացքի նկատմամբ, որպեսզի
համատարած սպառնալիքների, ֆեյքերի հարձակման, շանտաժների ու գայթակղիչ մեծագույն, որովհետև բնավ գայթակղիչ չեն անշուշտ, իրենց կարծիքով գայթակղիչ առաջարկների բովում ու այս մեդիա ահաբեկչության բովում, հանկարծ ես չխոտորվեմ։ Շատ կարևոր հարց է, ես անպայման ուզում եի դրան անդրադառնալ, շնորհակալ եմ, զգոնության մասին է իմ հարցը, հոգևոր արթունության մասին է, շատ կարևոր է, որ իսկապես մենք իբրև հանրություն վերականգնենք այդ զգոնությունը եւ հատկապես կարևոր է որակյալ փոքրամասնությունը, որը այս տարիներին մշտապես արթուն է եղել, աչքը տեսել է ավելին եւ միտքը տեսել է ավելին, չկորցնի իր զգոնությունը, որովհետև այո, այս մշտական լարվածությունը, տարափը ահաբեկման, այո, կարող են թուլացնել մարդու զգոնությունը եւ երբեմն այդ հոգնությունից սկզբունքները սակարկելու գայթակղության տրվեն մարդիկ ակամա։ Այդ առումով շատ կարևոր են հոգևոր հայրերի հետ զրույցները, ես մեծագույն օրհնությունն ունեմ այս ընթացքում հանդիպելու Բագրատ Սրբազանին եւ իր հետ զրուցելու, իր խորհուրդն ունենալու եւ ինձ անհանգստացնող տարբեր մտքերը, ինչպես միշտ վերջին տարիներին առավել եւս եղել է, կիսելու իր հետ, եւ դա շատ կարեւոր է հոգեւոր առաջնորդությունը չկորցնել եւ որպես որդի խոնարհաբար լսել քո հայրերի հորդորները, ճանաչել իմաստությունն ու բանը, ինչպես Աստվածաշունչն է ասում։ Իր ազատության սահմանափակումը ֆիզիկական ազատություն, ես կարծում եմ, որ զգում եմ։ Հա, միևնույն ժամանակ այսօր ֆիզիկական ազատություն եւ այլն մեր երկրում շատ լղոզվել է սահմանը, ես որ գնում եմ հանդիպելու մեր քաղբանտարկյալներին, մշտապես, ընդ որում տարբեր քաղբանտարկյալների, թե հոգևոր, թե քաղաքական, թե հանրային գործիչների, որոնք քաղաքական հետապնդման արդյունքում ազատազրկվել են, ես հանդիպում եմ իրենց, զրուցում եմ ու հասկանում եմ, որ իրենք շատ ավելի ազատ են եւ այս օրերին ես երբևէ չեմ ունեցել այդպիսի զգացողություն, որ իմ հոգևոր հայրերը անազատ են, չկա այդպիսի բան, անազատ է եւ բանտարկված է սեփական ստերի մեջ թույլ առաջնորդը, որի բարոյական բանտարկությունը շուտով պիտի նաեւ ազատ, անկախ դատարանի կողմից որոշակի նաև նյութական տրամաբանության բերվի։ Իրենք հիմա էլ են բանտում եւ մենք միշտ ենք ազատ եւ ես միշտ ասել եմ, իդեպ եթե սա լավ հարցազրույց ստացվի եւ ինձ այս հարցազրույցից հետո ձերբակալեն, ես ասում եմ բոլոր հարցազրույցների ժամանակ, որ ազատ եղեք, մի կաշկանդեք ձեզ, մի վախեցեք, եթե ուզում եք ձերբակալեք, գոնե ավելի շատ հնարավորություն կունենամ իմ սիրելի հոգևորականներին տեսնելու այդպես մի քիչ ավելի հազվադեպ են ստացվում տեսակցությունները, այնպես գոնե շուտ-շուտ դատարանում կհանդիպեմ իրենց հետ, երբ մեր սիրելի Լիդիան բանտարկված էր ու ամեն անգամ դատարանում հանդիպում էին, ես տեսնում էի Լիդիան այդտեղ Սրբազանի կողքին, ու այդպես ասում էի, նախանձում եմ ձեզ ու վատ էի զգում, ասում էի, միթե ես ձեզնից վատ եմ պայքարել, միթե ես ավելի պասիվ եմ եղել այդ պայքարի մեջ, ինձ ինչ չեմ բռնում, միթե ես դավաճանել եմ սկզբունքներին, որ ձեզ բանտարկել են, ինձ չէ, ես տեսնում էի, թե ոնց են տառապանք պատճառում, երբ ասենք միակ կին քաղբանտարկյալին պահում են բանտարկված, ինչ որ մեկին բաց են թողնում ու մեր եղբայրներն ասում էին կլինի Լիդիային բաց թողեք, մենք կմնանք բանտում, դա սահմռկեցուցիչ պատկեր էր ու նաև մեծագույն պատիվ էր թե քեզ համար որպես այդ շարժման մասնակից, թե իրենց համար ու մեծագույն հարգանքով լցված հետևում էիր։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ քիչ է մնացել եւ առաջիկայում պետք է ունենալ հստակ փոփոխություն։ Թոմաս, եթե թույլ կտաք, խոսքում մի քանի անգամ դրա մասին ակնարկեցիք, հիմքերը տեսնում եք փաստորեն։ Ես բնականաբար տեսնում եմ, որ մարդիկ հոգնել են այս թույլ վիճակից ու տեսնում եմ, որ ամբողջ աշխարհում պահպանում է ուժեղը, իր ունեցվածքը պահպանում է, հավելում է եւ աշխարհում կարողանում է խոսք ասել միայն ուժեղը եւ ուժն է ծնում իրավունք, սա մենք տեսնում ենք ամեն վարքյան, լրահոսի յուրաքանչյուր նյութ կարելի է այդ բնաբանով մատուցել, որ ուժն է ծնում իրավունք։ Մենք դա
ակնհայտ տեսնում ենք եւ քրիստոնեությունն ինքնին ուժեղ լինելու մասին է, որովհետեւ ուժ է պետք ներելու համար, ուժ է պետք գիտեք, ես հաճախ այս օրերին բերում եմ այդ օրինակը, որ մեր մեծագույն սրբերը եւ առաջին սրբերը Թեոդորոս Զորավար, Սարգիս Զորավար, Գևորգ Զորավար, հետագայում Վարդանանք եւ շատ զորավարներ կան, որոնք հենց սկզբից քրիստոնեությունն ընդունում էին։ Հիշում եք, ավետարանում էլ Քրիստոսին հարյուրապետը, հազարապետը, հետագայում Կորնելիոսը, որ էլի զինվորական էր, այս զինվորականների մեջ շատ տարածվում էր քրիստոնեությունը, ինչու՞։ Որովհետև զինվորականները պետք է ունենան մի քանի հատկանիշ՝ կարգապահություն, կամքի ուժ, ֆիզիկական ուժ, առողջություն, ինչ որ կարևոր նախադրյալներ կար, որոնք կոփում են մոտավորապես այն աշխարհայացքը, որը թույլ է տալիս ամենահեշտը մտնել, որովհետև երբեմն քրիստոնյա լինելու համար ամեն տեսակ ուժ պետք է, մանավանդ հալածվող եկեղեցում, հա, երբեմն դու պիտի կարողանաս ուղղակի ֆիզիկապես տանես այդ ծանրությունը։ Բայց հետաքրքիր է, որ առաջին քրիստոնյաները նաև կանայք էին։ Եվ ես միշտ ասում եմ, եթե ուժեղ սեռից պիտի խոսեք, տղամարդիկ պիտի ուղղակի Հիսուս մնան, որովհետև կանայք թե ավետարանում, թե առաջին դարում դրսևորում են բացառիկ ուժ։ Եվ այդ ուժը ամենատարբեր երևույթներում ի հայտ է գալիս, այսինքն ես քանի որ շուտով սկսում է նաև մի ամսյակը պիտի ասեմ, չգիտեմ երբ ենք եթեր գնալու, բայց եթե ուժեղ սեռ, ուրեմն եկեք կանանց մասին խոսենք, բայց իհարկե ես հակված եմ ընդհանրապես ուժը միայն որևէ սեռի հետ չկապելու։ Մեզ պետք է ուժեղ առաջնորդություն, ես ինքս դա տեսնում եմ Սամվել Կարապետյանի նորաստեղծ ուժի մեջ, ես հուսով եմ, որ չեն հիասթափեցնի, մեծ հույսեր կան իրենց հետ կապվող հանրային դաշտում, բնականաբար իրենց շարժումը սկսվեց հենց եկեղեցու պաշտպանությունից, դրա համար ի սկզբանե շատ հոգեհարազատ է եղել այդ շարժումը, բայց հետագայում մենք տեսեք խոսում ենք անվտանգային հարցերից, բայց տնտեսական հարցերն էլ շատ կարևոր են։ Մենք այսօր ունենք 14.5 միլիարդ դոլարի պետական պարտք, որը վերցվում է 21.5% աղքատության պայմաններում։ Գիտեք, երբ որ հարևանդ սարսափելի շատ պարտքեր ունի, բայց լավ է ապրում, դեռ նորմալ է, դու ասում ես, հա, երևի այդ պարտքերը վերցրել է, ինչ որ գործ է սկսել, խելացի տնտեսություն է վարում եւ այդ պարտքը կփակի եւ լավ կապրի։ Սա մի պատմություն է, որը շատ հաճախ մեզ օրինակ են բերում։ Բայց սա այդ դեպքը չի։ Սա այն դեպքն է, երբ հարևանդ ունի սարսափելի մեծ պարտքեր ու սարսափելի աղքատ է, իսկ Հայաստանում ամեն 5-րդն է աղքատ։ Եվ մարդիկ ունեն դեղորայքի խնդիր, մարդիկ ունեն բնակարանի խնդիր, երիտասարդները, ես ինքս 12 զուգահեռ ծրագրերի նախագծերի վրա եմ աշխատում, թե որպես պրոդյուսեր, թե որպես բլոգեր, թե որպես հանրային գործիչ, թե որպես աստվածաբան, 12 տարբեր պրոյեկտների վրա աշխատելով, բնակարան ձեռք բերելը ինձ համար ինչ որ երազանք է, որը ես մտածում եմ դե մի օր երևի, այսինքն թվում է թե քիչ չեմ աշխատում ու սարսափելի մեծ ջանքեր եմ ներդնում ու 24/7 եմ աշխատում, բայց էլի բնակարան գնելը այդպես լուրջ խնդիր է։ Եվ տնտեսությունը պետք չէ երբեք թողնել այդպես ինչ որ չէ, տնտեսությունը կարևոր է մարդկանց անվտանգության համար նաև։ Հիմա իրենք տանուլ են տվել դա եւ 21.5% աղքատություն եւ պարտքերը աճում են ու ինչ որ զենք գնելուց են խոսում, բայց դա թյուրիմացություն է, ինչի վրա են ծախսվում այդ փողերը։ Ու զուգահեռ մենք տեսնում ենք պարգևավճարներ, զուգահեռ մենք տեսնում ենք բյուջեի ու մոռացվում է, որ գումար էին տվել ինչ որ рэփեր կանչելու, մարիխուանա գովազդող рэփեր կանչելու, թվում է թե արդեն դե անցած բան է, ինչ ես հիշում, ինչա անցած, դրա պատասխանը տվել են։ Բայց այնուամենայնիվ չի կարող մոռացվել մի բան, որ մարդը խանութ մտնում է եւ իր մաշկի վրա զգում է, թե որքան դժվար է ապրել Հայաստանում։ Անշուշտ, եւ ընտրակաշառքը բերել լրիվ ուրիշ դաշտ ու ասել դե մենք ընտրություններից առաջ թոշակ ենք բարձրացնում, ինձ համար դա կաշառք է, որը ամեն դեպքում չի ծածկում անգամ սպառողական։ Դա էլ դեռ մի կողմ, բայց նույնիսկ ժողովրդի համար մի լավ բան անելուց էլ դա ծառայեցնել սեփական վերընտրվելու շահերին ակնհայտ է, որ ընտրություններից 1 ամիս հետո դա ձևակերպվելու է սարսափելի հարկերի բարձրացման տեսքով, ներողություն, հարկերի բարձրացումը
որը սարսափելի եղավ եւ մեծ վնաս հասցրեց տարբեր տնտեսական օղակներին։ Գիտեք, երբ եկեղեցին խոսում է սրա մասին եւ երբ հոգեվորականները խոսում են սրա մասին, մի մոռացեք, որ Հայաստանում առաջին աղքատանոցները, առաջին սոցիալական կոնցեպտները մշակել է հենց եկեղեցին եւ եկեղեցին երբեք չի կարող չխոսել հանրության տնտեսական խնդիրների մասին։ Մի օրինակ բերեմ։ Հիշում եք, Քրիստոս քարոզում էր եւ երկար քարոզեց, մարդիկ սոված էին։ Ու երբ առաքյալները եկան Քրիստոսին ասացին. սոված են մարդիկ, քաղցած են, հացի կարիք ունեն, Քրիստոս ինչ պիտի ասեր։ Պիտի ասեր, գիտեք, մենք այդպիսի հարցերով չենք զբաղվում։ Մենք ժողովուրդ սոված է, ինչ անենք, դե սոված է։ Թող գնա քաղաքական, իշխանությունները թող զբաղվեն ժողովրդին հաց տալով։ Այդպես չի։ Քրիստոս իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը։ Եվ եթե Քրիստոս հրաշագործ էր եւ հացը բազմացրեց եւ ձուկը բազմացրեց ու կերակրեց ժողովրդին, մենք հրաշագործներ չենք։ Մեր անելիքն այսօր բանեցնել մեր ազդեցությունը, մեր հանրային բարձր վարկանիշը, իսկ եկեղեցին ունի հսկայական եւ ամենաբարձր վարկանիշը։ Ես փառք Աստծո ունեմ լսարան, եւ ինչի համար է այդ լսարանը, որպեսզի ես այդ լսարանի դիմաց կանգնեմ, ասեմ, չէ, գիտեք, ինձ հետևող տատիկներ, ինձ հետևող երիտասարդներ, ինձ հետևող մարդիկ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեզ խոսել եմ ինչ-որ բաներ եւ ձեր օրվա հացը ինձ հետաքրքիր չէ, ոչ։ Քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանքի մասին այս օրերին տարածաշրջանում պատերազմ է։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Իսրայելում, որտեղ կա Հայաստանի Հանրապետության դեսպանություն, դեսպանատուն, մարդկանց տարհանելու հարցերով զբաղվում է Երուսաղեմի միաբաններից հայր տիրանը։ Կամ վեհափառ հայրապետը այս օրերին կապի մեջ է բոլոր այն երկրների համայնքների հետ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են այս պատերազմից, իհարկե թեմակալ առաջնորդների միջոցով եւ այլն։ Եվ ես անհամբեր սպասում եմ այս իշխանությունից որևէ մեկը կասի հենց այս պահին եկեղեցում կհորդորի քաղաքականությամբ չզբաղվել։ Նույնիսկ սպասելիքներ չկան, որովհետև իրենք մշտապես երկակի ստանդարտներով իրենց այսինքն հակասելով միշտ էլ այդպես գնալու են, այսինքն գիտեք գնում են հոգևորականներ կան գնում են իշխանական քաղաքական ամենակաղաքականացված զզվելի հարթակներից մեծ կոչ են անում քաղաքականությամբ չզբաղվելու։ Այնքան ծիծաղելի է, երբ սիվիկից հոգևորականը, որը դեռ մենք քաղաքականությամբ զբաղվում ենք, չենք զբաղվում, այդ կարելի է երկար քննարկել, դրա մասին շատ եմ խոսել։ Ենք գոնե կուսակցական չենք։ Գնացել կուսակցական շարքեր են մտել, այն էլ ինչ կուսակցության։ ՔՊ-ի շարքերից մեզ, որ ընդ որում Միքայել Սրբազանը օրինակ, հոգևորական է, որը տարիներ շարունակ քննադատել է նախկին իշխանություններին։ Այն ժամանակ որևէ մեկը կոչ չէր անում Միքայել Սրբազան չզբաղվելու քաղաքականությամբ։ Բոլորն ասում էին, այ եկեղեցում կա խիզախ հոգևորական, որը քննադատում է օրվա իշխանություններին։ Դեռ թողնում ենք այդ քննադատության նյութն էլ մի կողմ, բայց քննադատել է, չէ՞։ Միքայել Սրբազանը երբ քննադատում էր նախորդ իշխանություններին, այս հոգևորականներից շատերը նախորդ իշխանության հետ չասեմ ինչ ընթացքի մեջ էին։ Եվ կոչ անում էին Միքայել Սրբազանին այն ժամանակ չզբաղվելու քաղաքականությամբ։ Կարծում եմ, որովհետև այդ իշխանություններն էլ էին իրենց սրտով։ Կան հոգևորականներ, որոնք մշտապես փորձում են գտնել որևէ իշխանավորի, որին կծառայեն, մոռանալով, որ իրենք են տերը, իրենք են Սրբազանը, իրենք են առաջնորդը, եւ բացառապես Աստծուն պիտի ծառայեն եւ հակառակ այդ իշխանավորները պիտի ծնկեն իրենց առաջ, ոչ թե հակառակը։ Ես որպես զավակ եմ ամաչում, որպես քրիստոնյա եմ ամաչում շատ։ Ու տարիներ շարունակ մենք իրենց պաշտպանել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք դա էլ է պետք, գուցե։ Եվ մենք ենք իրենց պաշտպանել տարիներ շարունակ։ Եվ ուր գնացել ենք
քարոզելու Քրիստոսի մասին պատմելու մարդիկ իրենց անունները տալով են մեզ լռեցրել, ասել էտա ձեր հոգևորականը, հիմա եկել Քրիստոսից եք խոսում։ Եվ մենք էլ վեհապարնել անդադար իրենց պաշտպանել ենք, ատամներով ենք պաշտպանել։ Մեկը համարձակվեր իմ հոգևորականի մասին մի կես բառ ասեր։ Կապ չունի այդ հոգևորականին անձնապես ճանաչում եմ թե չէ։ Իմ հոգևորականին, իմ առաջնորդին, իմ հորը ոնց ես կանգնում ասում Bentley, բիզնես, իսկ չես խոսում։ Ատամներով ենք պաշտպանել տարիներ շարունակ։ Մեր հայրերն են, դուք ինչ իրավունք ունեք իրենց մասին կես բառ ասելու։ Անձնական վիրավորանք եմ համարել որևէ սրբազանի հասցեին, որևէ ընկերներիս հետ եմ կռվել, ընտանիքիս անդամների հետ եմ կռվել։ Դուք իմ հոգևորականին ոնց կարող եք ազգանունով դիմել ասել այսպես այնպես։ Հիմա մեկ էլ տեսնում ես հոգևորական ուրիշ հոգևորականի մասին ստեր է տարածում բամբասում ու թիկունքից հարվածում, ուղղակի փլուզվում է ամբողջ տարիներիդ ապրումն ու պատկառանքը այդ մարդկանց հանդեպ եւ իհարկե վեհապար հայրապետը հսկայական գործ է անում այս պահին եւ ես հարգում եմ վեհապարի տեսակետը, որ իր մի ձեռքը երբեք չի իմացել մյուս ձեռքի անելիքի մասին եւ դա երբեք չի վերածվել PR-ի, երբեք չի վերածվել անդադար մի բան անես դրա մասին խոսես, ինչու չէր կարող վեհապարը լավ PR կազմակերպել, կարող էր, հիմա էլ է կարող, բայց ցույց է տալիս զսպվածության, հավասարակշռության, անելու չխոսելու, արածըտել ավելի խոսուն է, քան դու կարող ես լրատվամիջոցներով խոսել անցողիկ թրենդներով, այնպես որ շատ բան ունենք վեհապարից խոսելու եւ բնականաբար իմ աղոթքն է մեր բոլոր քույրերի ու եղբայրների հետ աշխարհի որևէ ծայրում, որպեսզի այս արհավիրքների մեջ նրանք կարողանան անվտանգ լինել եւ ես ակնհայտ տեսնում եմ, որ այս պատերազմ հրահրողները այդ նույն մարդիկ են, ովքեր եկեղեցու դեմ են պատերազմ հրահրում, դա նույն աղբյուրն է, նույն կեղտոտ աղբյուրը, որը անդառնալիորեն պղտորված է եւ միայն արյուն է տենչում։ Եվ այս խաղաղությունը, որ իրենք անվանում են խաղաղություն, ինչ որ թղթեր են ստորագրում, իրենցով զմայլված, այդ խաղաղությունից սարսափելի արյան հոտ է գալիս։ Մի խորհրդանշական հարց երիտասարդների մասին։ Ես այս ընթացքում հետևում եմ եւ տեսնում եմ, որ որոշ քաղաքական ուժեր ցույց են տալիս, որ իրենց շարքերում ներառել են երիտասարդների, կան երիտասարդներ, որ իրենք ներգրավված են տարբեր գործերում, ինչը շատ ողջունելի։ Բայց այդուհանդերձ իմ տպավորությունը, որը ոչ միայն անձնական տպավորություն, այլ նաև արտահայտվում է սոցիոլոգիայում, այն մասին է, որ մեծ հաշվով մեր երիտասարդները իրենց դուրս են դնում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից։ Այնինչ երիտասարդները այո շարժիչ ուժ են։ Եվ սա տեղի է ունենում եւ ուղղորդված պատճառներով, եւ նաեւ որոշակի միջավայրով, որը տարիներ շարունակ է ստեղծվել, հա։ Օրինակ, որ մեր կրթությունը ի վերջո չի ձևավորում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող երիտասարդների, որոնք էվոլյուցիայի արդյունքում բնականորեն կրթության ավարտին զուգահեռ եւ հաջորդաբար հանրային կյանքով կզբաղվեն եւ դա կհամարեն իրենց առաքելությունը եւ կկարևորեն իրենց ներուժը գործի մեջ դնելու հարցը։ Ես գիտեմ, որ դուք այս շրջանում նույնպես երիտասարդների հետ շփումներ ունենում եք եւ որոշակի աշխատանք կարելի ասել կատարում եք։ Պատճառները հաղթահարելու ուղիները ձեզ համար նշмарելի են։ Մեր երիտասարդները իրականում շատ բարձր որակների կրող են։ Վերջերս ես լսում եմ այդպիսի կարծիք, որ հիասթափված են, հուսալքված են, չեն հետաքրքրում, իրենց դուրս են դնում, բայց հետաքրքիր տակտիկա եմ զգացել մեր երիտասարդների մեջ։ Իրենք մի անգամ տեսել են, որ իրենց օգտագործել են ու դեն են շպրտել։ 2018-ին իրենք բնականաբար դա շոկ է եւ ենթագիտակցական առումով հիմա կա պաշտպանողական շատ մեծ ռեֆլեքս, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես վստահ եմ, որ ընտրություններին գնալու են եւ երիտասարդների ընտրության առումով ես որևէ անհանգստություն չունեմ։ Իդեպ դա սոց հարցումներում էլ արտացոլվում է։ Երիտասարդները չեն խոսի, չեն արտահայտվի, որպեսզի չվնասեն իրենց, շատ դեպքերում ճիշտ էլ կանեն։ Թույլ տվեք ասելու, ճիշտ էլ կանեն։
Սուս, փուս իրենք իրենց դասով, իրենք իրենց վերլուծությամբ համացանցում կնայեն, ամեն բան կհասկանան ու ամեն բան կզգան, որովհետև երիտասարդի զգացողությունը դեռ սուր է, ինքը շատ լավ է զգում։ Հեչ պետք չի բոլորը խոսեն։ Իհարկե, Հավանդ խոսելով երիտասարդների պարագայում։ Թող չխոսեն, թող չարտահայտվեն, թող չկռվեն քաղաքականությամբ, թող չզբաղվեն։ չէ, բայց- Թոմաս, թող զբաղվեն։ Ընտրությունների գնալը արդեն բարոյական պարտավորություն է։ Ոչ քաղաքական, ոչ բան, այսինքն ասածս այն է, որ չեն ուզում, թող չզբաղվեն։ Ուզում են, թող զբաղվեն ու չվախենան։ Զբաղվելուց էլ թող չվախենան, առանց վախենալու զբաղվեն։ Կարևոր է, որ միջավայրը գրավիչ լինի, առողջ լինի եւ Միջավայրը ցավոք սրտի վերացնելը։ գրավիչ չի։ կարևորը Եկեք անկեղծ եւ ուղիղ չվախենալ լինենք։ եւ առողջացնել այդ միջավայրը։ Առողջացնում են գլխից։ Ծուկը գլխից հոտում է, գլխից բժշկվում է, դրա համար առաջիկայում տա Աստված, որ ամառվանից հետո պիտի ունենանք այնպիսի միջավայր, որ քաղաքականությունը անբարոյականության մեջ չասոցացվի։ Երբեմն ինձ ասում են քաղաքականությունը անբարոյականություն է, ես ասում եմ բնավ։ Այ երբ բարոյականները կան զբաղվելու քաղաքականությամբ, քաղաքականությունը հայելի է, հայելի։ Շատ լավ սովետական մուլտֆիլմ կա, չէ՞, հայելու մասին։ Հիմա երիտասարդները կգնան, ես այդտեղ անհանգստություն չունեմ, ավելի բարձր տարիքից ունեմ անհանգստություն։ Մարդկանցից, որոնք նայում են հանրային հեռուստատեսություն, այ իրենք են ինձ համար Ես ինչքան երիտասարդի հետ շփվում եմ, հեռուստացույց չեն նայում։ Իսկ այն մարդիկ, ովքեր հանրային հեռուստատեսություն են նայում, Քարոզչական այդ հարցակման թիրախում են։ այ դա մեծագույն խնդիրն է։ Հանրային հեռուստա ընկերությունը մեր երկրի ամենախայտառակը, ես այսօր հարճերից շատ եմ խոսում, ամենասարսափելի հարճն է դարձել հանրային հեռուստատեսությունը եւ ինձ համար ամենավտանգավորը հենց այդ պրոպագանդան է, որ տարվում է առաջին ալիքով, հետեւաբար բոլոր այն մարդիկ եւ դա բարձր տարիքն է եւ դա մարզերում են սովորաբար, ովքեր նայում են հանրային հեռուստատեսություն, մեծ անհանգստություն ունեմ իրենց նկատմամբ, հորդորում եմ, որ իրենք փորձեն բացի հանրայինից ունենալ տեղեկատվության եւս գոնե մի քանի աղբյուր, որպեսզի չկտրվեն իրականությունից։ Ես ոչ թե ասում եմ եկեք մեր կամ Պողոսի կամ Պետրոսի իրականություն։ Հատկապես Պետրոսի իրականություն պետք չէ։ Այո, լինել ճշմարտության կողմում։ Այս իրական բառն էլ են, չէ՞։ Հիմա պղծել իրական Հայաստանն էլ է դարձել, ինչ որ թվում է թե չէ, գիտեք, ես երազում եմ մեր անիրական Հայաստանի մասին։ Բայց շոշափելի։ Որովհետև մեր հայրենիքն անիրական է սիրուն։ Որովհետև ես երբ Կասկադից իջնում եմ, տեսնում եմ Արարատը, եթե իհարկե քաղաքապետարանը օդը հերթական անգամ չկազմակերպի, չմղտրի ու ես Արարատը տեսնեմ։ Հիշում եք, մի անգամ կատակով ասում էինք պատ են շարելու, որ Արարատը չտեսնենք, պարզվեց իրենք այլ լուծում ունեն։ Իրենք մեր երկիրը այնքան են կեղտոտելու, որ զրկեն Արարատը տեսնելու հնարավորությունից, որովհետև անդադար պիտի մեր երկիրը այդ վատ կազմակերպված վիճակում լինի։ Մի խոսքով մեր երկիրը անիրական հզոր ու անիրական գեղեցիկ է։ Եվ երբ մենք հիմա շատ հաճախ ուխտագնացություններ եմ կազմակերպում, այդ ուխտագնացություններով տարբեր մեր անկյունները բացահայտում ենք մեր ուխտավորների հետ, գնալով համոզում ենք, որ չէ, ոչ մեր վանքերն են իրական, ոչ մեր երկիրը, ոչ էլ մեր երգիրը իրական չէ։ Պատմականել է, անիրականել է ու արժանի չէ այս իշխանությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։